Ողջույն, Դոկտոր Սրումի YouTube-յան ալիքի եթերում նորից գաստրոթայմն է և ես գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջայանը։ Այսօրվա մեր հաղորդման թեման ստամոքսի քաղցկեղն է և եկեք հասկանանք, թե ինչպես է այն առաջանում և ովքեր են գտնվում ռիսկի խմբում։ Հայաստանում և բազմաթիվ այլ երկրներում ստամոքսի քաղցկեղը հաճախ ախտորոշվում է շատ ուշ փուլերում, իսկ սա նշանակում է, որ այս հիվանդությունը հաղթահարում են 10-ից միայն 2-ը։ Մինչդեռ, եթե այս հիվանդությունը հայտնաբերվի վաղ փուլերում, նրա բուժման արդյունավետությունը կկազմի 90% և ավելի։ Գիտականորեն ապացուցված է, որ ստամոքսի քաղցկեղը միանգամից չի առաջանում, այն առաջանում է տարիների ընթացքում քրոնիկ բորբոքումների, ինֆեկցիաների և վնասակար սովորույթների ֆոնին, որոնք են հիմնական ռիսկի գործոնները, որոնք բերում են ստամոքսի քաղցկեղի առաջացման։ Առաջին ռիսկի գործոնը ստամոքսի քաղցկեղի առաջացման մեջ հելիկոբակտերային վարակն է։ Հաստատված է, որ Helicobacter pylori-ն ապրում է ստամոքսի լորձաթաղանթում և առաջացնում քրոնիկական բորբոքում և չբուժելու պարագայում առաջացնում է լորձաթաղանթի տարբեր փոփոխություններ, սկսած գաստրիտից մինչև քաղցկեղի առաջացում։ Հաջորդ ռիսկի գործոնը ժառանգական նախատրամադրվածությունն է։ Եթե ձեր հարազատների շրջանում ծնողներ, քույր, եղբայր հայտնաբերված է ստամոքսի քաղցկեղ, ապա այդ մարդկանց ռիսկը զգալիորեն բարձր է լինում։ Այս անձանց անհրաժեշտ է պարբերաբար և վաղ տարիքից հետազոտվելը։ Մյուս ռիսկի գործոնների շարքին են դասվում ատրոֆիկ գաստրիտը, ադենոմատոզ պոլիպները։ Սրանք ինքնին քաղցկեղ չեն, բայց զգալիորեն մեծացնում են դրա առաջացման հավանականությունը։ Մյուս ռիսկի գործոններից է համարվում ստամոքսի վրա կատարված վիրահատական միջամտությունները, քանի որ վիրահատված ստամոքսի մնացյալ լորձաթաղանթում կարող են առաջանալ կառուցվածքային մի շարք փոփոխություններ։ Մյուս ռիսկի գործոններից է ծխախոտի կիրառումը, ապխտած աղի և նիտրատներով հարուստ սննդի կիրառումը, ալկոհոլի չարաշահումը և այլն։ Մյուս ռիսկի գործոններից է թարմ մրգերի և բանջարեղենի անբավարար կիրառումը։ Դրանք պաշտպանիչ ազդեցություն ունեն ստամոքսի լորձաթաղանթի համար և նվազեցնում են քաղցկեղածին նյութերի ազդեցությունը։ Եկեք հասկանանք, ովքեր են իրականում գտնվում բարձր ռիսկի խմբում։ Դրանք հիմնականում 50 տարեկանից բարձր անձինք են, հատկապես ում ընտանիքում եղել են ստամոքսի քաղցկեղի դեպքեր։ Երկրորդը՝ քրոնիկ գաստրիտ ունեցողները, հատկապես ատրոֆիկ ձևով։ Երրորդը՝ անեմիայով և երկաթի դեֆիցիտով պացիենտները, որոնց մոտ երկաթի պակասը դիտվում է առանց որևէ ակնհայտ պատճառի։ Ստամոքսի վիրահատություն տարած անձինք։ Բնակիչները այն տարածաշրջանների, որտեղ ստամոքսի քաղցկեղի հիվանդացությունը ավելի բարձր է՝ Արևելյան Եվրոպա, Ասիա, Լատինական Ամերիկա, երբ պետք է իսկապես անհանգստանալ։ Եթե դուք նույնիսկ չեք դասվում որևէ ռիսկային խմբին, ապա պետք է ճանաչեք այն անհանգստացնող ախտանիշները, որոնց դեպքում պարտադիր է հետազոտվելը։ Դրանցից են կուլ տալու դժվարացումը, մշտապես սրտխառնոցը, փսխումը, ցավը, ծանրության զգացումը ստամոքսում, հատկապես եթե այն առաջին անգամ ի հայտ է գալիս հանկարծակի և 50 տարեկանից բարձր տարիքում։ Պետք է ուշադրություն դարձնել այն մարդկանց, ովքեր ունեն սև կամ ջութանման կղանք, անբացատրելի անեմիայով երկաթի դեֆիցիտով մարդիկ, անբացատրելի քաշի կորուստ ունեցողները և այլն։ Այս գանգատներից որևէ մեկն ունենալու պարագայում պետք է պարտադիր և անհապաղ կատարել գաստրոսկոպիա, որը միակ և հուսալի մեթոդն է ստամոքսի լորձաթաղանթը հետազոտելու և վաղ փոփոխությունները հայտնաբերելու համար։ Իսկ ինչ անել այն մարդկանց, ովքեր գանգատներ չունեն, բայց ուզում են հասկանալ արդյոք գոյություն ունեն ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկեր։ Առաջինը, ինչ պետք է անել, ստուգել հելիկոբակտերային վարակի առկայությունը և նրա հայտնաբերման պարագայում պարտադիր կատարել նրա էրադիկացիոն թերապիա, որը զգալիորեն նվազեցնում է ստամոքսի քաղցկեղի հետագա զարգացումը։ Եթե գաստրոսկոպիայի ընթացքում հիշատակվել են ատրոֆիա և մետապլազիա տերմինները, ապա պետք է անպայման կատարել լրացուցիչ հետազոտություններ դրանց պատճառը հայտնաբերելու և հետագա հսկողությունը սահմանելու համար։ Եթե չկան ռիսկային գործոններ, ապա պարբերաբար տարեկան հետազոտություններ պարտադիր չէ։ Բավական է միայն մեկ անգամ
ստուգել հելիկոբակտերային վարակը, անցնել գաստրոսկոպիա, հատկապես եթե դուք 40 անց տարիքում եք գտնվում։ Ամփոփելով ասեմ, որ ստամոքսի քաղցկեղը հնարավոր է հայտնաբերել վաղ փուլում, երբ այն լիովին բուժելի է։ Վաղ հետազոտությունը հատկապես կարևոր է, եթե ունեք ռիսկի գործոններ եւ անհանգստացնող ախտանիշներ։ Ձեզ հետ Շուշանիկ Միրիջանյանն էր, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել Dr. Srum-ի YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները։